Չլսված, չտեսնված բան է տեղի ունեցել։ Աշխարհիկ դատարանը չեղարկել է հոգևոր աշխարհի խնդիրներին վերաբերող կաթողիկոսի որոշումը։ Ավելի պարզ ասած, սահմանադրությունն է խախտվել։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Աննախադեպ բան է, դա ապօրինություն է։ Ես հատուկ երեք ինքս նայեցի Եվրոպական դատարանի 9-րդ հոդվածով նախադեպային պրակտիկան խղճի ազատության հետ կապված։ Գիտեք, անգամ աշխարհականները, որ եկեղեցում աշխատում են, մի հետաքրքիր գործ կար երգեհոնարի հետ կապված։ Աշխարհական մարդը երգեհոն են նվագում եւ եկեղեցին գտնելով, որ նա չի կարող շարունակել իր գործունեությունը, նրան ուղղակի աշխատանքից ազատում է։ Անգամ դա է համարել Եվրոպական դատարանի կողմից քննարկման ոչ ենթակա, այսինքն խղճի ազատության շրջանակներում կրոնական կառույցներ ունեն բացարձակ ինքնավարություն։ Եվ այս որոշումը որևէ կերպ իրավական համարվել չի կարող։ Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին II հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Դրա համար հիմք է ծառայել առաջնորդի դիրքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի հոգևորականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու հանգամանքը։ Դատարանը բավարարել է Գևորգ Սարոյանի հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց, նրան վերականգնելով իր պաշտոնում, մինչև վերջնական դատական ակտը կկայանա։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշման փոխակերպումն է դատական ակտի, և սա վկայում է գործադիր և դատական իշխանությունների միջև տարանջատման բացակայության մասին։ Փաշինյանը հայտարարեց. Ասել եմ արդեն, որ կտրիչ Ներսիսյանը ամենայն հայոց կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առ ոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Եթե մենք չունենայինք Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարություն, որ մենք չենք ճանաչում Ռուբեն Վարդապետի այսպես առաջնորդությունը, մենք շարունակում ենք ճանաչել Գևորգ Սրբազանին, այս փաստարկը կարող է այդքան էլ չաշխատել, բայց սա ակնհայտ է, չէ, բոլորիս աչքի առջև է։ Այսինքն սա դատական իշխանության եւ գործադիր իշխանության, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանի միջև տարանջատման, երկու իշխանությունների ճյուղերի միջև տարանջատման բացակայության մասին է խոսում, որտեղ նման բան ուղղակի իրավունքին ուղիղ հակասող բան է, սա վիճարկելի հարց չի, սա քննարկելու հարց էլ չի։ Մասյացոտնի թեմն ունի 24 հոգևորական, նրանցից 22-ը հայտարարել են, որ աջակցում և ընդունում են տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, որպես թեմի առաջնորդ։ Հայր Ռուբենը նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում անցկացրեց իր անդրանիկ պատարագը։ Նրան ևս Գևորգ եպիսկոպոսի եկեղեցուն դատի տալու փաստը զարմացրել է։ Սա նախադեպը չունեցող երևույթ է, ես նման բան երբևիցե չեմ լսել, ավելին ասեմ, նման փորձեր եղել են արևմտյան երկրներում, որտեղ այսպես ասած իրավունքները, մարդու ազատությունները պաշտպանված են, եւ այնտեղ չի ընդունվել, նախադեպ չի ստեղծվել։ Լավ, եւ չեմ կարծում, որ Հայաստանում նախադեպ կստեղծվի այդ առումով։ Մենք բան չունենք, աշխատանքային պայմանագիր չունենք, մեր ծառայությունը եւ նշանակումները մեր եկեղեցական հնազանդության ուխտի դրա վրա է եւ վեհապարը բոլոր իրավասություններն ունի եւ թեմի առաջնորդ նշանակելու եւ թեմի առաջնորդին հետս կոչելու, այդ թվում նաեւ նոր թեմեր բացելու կամ փակելու։ Հայ եկեղեցու դեմ հալածանքները վաղուց մտել են նաև դատական փուլ։ Հոգևորականների նկատմամբ կալանքը կիրառվում է որպես պատժիչ գործողություն։ Մենք ունենք 4 կալանավորված, քաղաքական պատճառներով կալանավորված, իսկ քաղաքական պատճառը որն է, հայոց եկեղեցին ենթարկեցնելը Նիկոլ Փաշինյանին, որ իր հերթին իրեն շատ ուղիղ է, նաև Թուրքիայի արտգործնախարարի ուղիղ հայտարարությունից հետո Թուրքիայի այսպես գործակատարն է Հայաստանում։ Սա է, մենք արդեն դատական իշխանության ներգրավում ենք, այս առումով սա կարելի է ոչ թե նոր փուլ համարել, այլ դատական իշխանության ներգրավման նոր դրսևորում համարել։ Հայր Ռուբենը պատարագներին քարոզի ժամանակ ասում է, իր համայնքում սեր, համերաշխություն, խաղաղություն է ուզում, բայց նաև կոչ է անում, ամեն ինչ արեք, որ ոչ ոք ձեր միջից ձեր ուրախությունը չխլի։